իրականում ինչ բան է։ Ինչու՞։ Որովհետև եթե ես ի վիճակի լինեի, դա ամեն ինչ ինձանից կախված լիներ, որ ես իմ հրաշքի տերը դառնայի, որ իմ սիրտը հրաշքով փոխվում է, դառնում է Աստծո ուզած սիրտը, էլ Աստված ինչի պետք է միջամտեր իմ կյանքին, եթե ինձ կարայի ես փոխեի։ Առաջ անցնելով ասեմ, որ 5 կտականում Աստված ասում է, որ ես նոր սիրտ կտամ իրանց։ Այսինքն միջև այդ նոր սիրտը դու չունենաս, որը Աստված է տալիս, դու քո հին սրտով չես կարող ապաշխարես։ Բայց հիմա հակասություն կա։ Այդ դեպքում, եթե ես չեմ կարողանալու ինքնուրույն իմ քայլերով Աստծուն գնալ ու ապաշխարել, բայց ինչի Աստված ինձանից պահանջում, ասում ապաշխարի։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի կողմից ասում է ապաշխարի, մյուս կողմից էլ պարզվում է, որ այդ ապաշխարության մեջ մարդկային ջանքերը որևէ օգտակարություն չունեն։ Այսինքն մարդը չի կարա ապաշխարի, Աստծուն դառնալ լրիվ եւ Աստված ասի ապրես, էլ ես ինչ լավ արեցիր ինձի դարձար։ Եվ հենց այստեղ արանքում գալիս է մի շատ հրաշալի միտք, որ Հիսուսն է ասում. ոչ ոք չի կարող ինձի գալ, եթե իմ երկնավոր հայրը չքաշի։ Ուրիշ տեղ ասում է, որ ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չի տնկել, պիտի կտրվի եւ կրակը ձգվի։ Տարբեր ձևերով Աստված մեզ իր խոսքով վարդապետության բացահայտում է, թե ինչպես է տեղի ունենում մարդու ապաշխարությունն ու փրկությունը։ Հռոմեացիս թղթում Պողոս առաքյալն ասում է, մենք վայրի ձիթենի ենք եղել, բայց մենք պատվաստվում ենք, այ ոնց են պատվաստը անում, չէ, ասենք շատերը այդ գյուղում եք ապրել, գիտեք, տեսել եք երևի։ Պատվաստումը ինչ է։ Մեկ ուրիշ մարմնին գալիս է կպտում է այս մի մարմնին եւ այդ մարմնից սկսում է սնունդ առնել։ Եվ եթե ինքը այդ մարմինը չոր էր, այս մարմնի կծվելուց հետո ինքը ինչ անում, պտղաբեր է դառնում։ Բայց միջև այդ ինքը ինչ էլ աներ, չէր կարա պտուղ բերեր, միջև պատվաստումը չլներ։ Հետևաբար Պողոս առաքյալը պատկերավոր ասում է, որ մենք վայրի ձիթենի ենք եղել, բայց պատվաստվել ենք ընտիր ձիթենու վրա։ Այսինքն ով է դա արել։ Դա արել է Հիսուսը։ Մենք վայրի ձիթենի ենք եւ Տեր Հիսուսից մի բան է եկել մեզ միացել, պատվաստվել ենք մենք եւ նոր դարել ենք պտղաբեր։ Հիմա միջև դա տեղի չունենար, այդ պտուղը չէր լինի։ Բայց սա առարկայությունորեն իսկապես ճիշտ է մեր հոգու մեջ։ Եվ սա ոչ թե մենակ առակի այլաբանական, ասենք, ներկայացում է, այլ ինչ որ մի բան Աստծուց մարդու մեջ գալիս է, որ մարդը ապաշխարում է։ Հենց սա է հարցը, որ մենք ասում ենք, որ մարդը չի կարա իր անպտուղ, այսպես ասած, վիճակով գնա, ասի ես ապաշխարել եմ, ու արդեն պտուղ եմ բերելու, չկա տենց բան։ Ճիշտ հակառակը, Աստված բացառում է մեր հին բնությամբ իրեն հաճեցնելը, որը անհնար է։ Երբ Տերը 10 պատվիրանները տվեց լեռան վրա Մովսեսին, այդ 10 պատվիրանների մասին ամբողջ հին ուխտում եւ նոր ուխտում էլ կարդում ենք, որ երկրագնդի վրա դեռ մի մարդ չի եղել, որ կարողանա 10 պատվիրանները կատարի։ Վերստին ծնված Աստծո զավակը 10 պատվիրաններն էլ կատարում է։ Հասկանում եք, որովհետև կատարողն այլևս ինքը չի։ Ես հետո կբացատրեմ դա ոնց է լինում։ Կատարողը իր մեջ ապրողն է։ Աստվածը, որ գալիս է քո իմ սրտի մեջ ապրում եւ մեզ ապրել է տալիս։ Մեզ մնում է իրան տեղ տալ, մեզ մնում է իրան կատարյալ հնազանդությամբ թույլ տալ, որպեսզի, որ ինչպես Պողոսն ասում է, ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ։ Տեսեք ինչ պարզ բանաձև է։ Այսօր կրոնական աշխարհը, կրոնական թեմաներով, կրոնական ծեսերով եւ այլն մարդուն տանջում է ուղղակի։ Բայց հավատքի կյանքը ճշմարիտ ավետարանը, որ մեր առջև է դնում,
պարզապես մեզ ասում է ոչ թե վազի մեղքեր չկատարելու հետևից, այլ Աստծուն սիրելու եւ նրան հնազանդելու ճանապարհով գնա։ Եվ այն դեպքում կգտնես քո խաղաղությունը։ Հիմա նորից երբ որ մենք հետ ենք վերադառնում այդ մտքին, որ Աստված մարդուն ասում է ապաշխարի, մտափոխվի, բայց այդ մտափոխվելն ինչ մտափոխվել է։ Այդ մտափոխվելը հետևյալն է, որ մենք հոժարվում ենք ընդամենը Աստծո խոսքին, Աստծո կամքին եւ շրջվում ենք նախկին հակառակորդից, սատանայից, մեղքից, աշխարհից եւ այլևս մեզ տեսնում ենք անպիտան այդ աշխարհի համար, ինչպես Պողոսն ասում է, որ ինքը մեռած է, խաչված է աշխարհի համար, աշխարհն էլ իր համար։ Վերջ։ Կարողանում եք սա հասկանալ։ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ աշխարհը սիրողը չի կարող Աստծուն հաճելի լինել, այդ թշնամի է անում իր անձը։ Եվ որպես հետևանք, որ մարդը ոչ թե հենց այնպես խոսքով է դա ասում, իր առօրյա կյանքում երևում է, որ ինքը աշխարհինը չի այլևս, ինչպես Տերը ասեց, դուք աշխարհինը չեք, ինչպես ես էլ ես աշխարհից չեմ։ Տեր Հիսուսն ասեց, իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Ուստի մեր թագավորությունն էլ այս աշխարհից չի։ Մեզ Տերը թանկ գնով գնել է, իրանն է դարձրել։ Հիմա նորից եկեք հասկանանք, լավ, Տերը մեզ ասում է ապաշխարեցեք։ Ես հիմա մտքափոխվել եմ, ես ուզում եմ, ես ցանկանում եմ։ Բա ո՞նց է լինում իմ ապաշխարելը։ Ինչ պիտի անեմ, որ ապաշխարեմ։ Մենք կարդում ենք, եկան Պետրոս Առաքյալին այդ 3000-ը Պենտեկոստի օրն ասեցին, ինչ անենք։ Հարց տվեցին։ Պետրոսը նույն խոսքն ասեց ապաշխարեցեք, մգրտվեցեք Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կառնեք։ Հասկանում եք։ Հիմա այդ նույնը մեզ ասված, այդ հենց այնպես չի գրված, դա հստակ օրենքն ու չափանիշը, կանոնը, կարգը, որ գրված է, վերաբերում է ինձ, քեզ 2000 տարի շարունակ այդ խոսքը բոլոր աշխարհեկող մարդկանց է վերաբերում, որ Պետրոսի միջոցով ելել է դա։ Եվ մենք ուրիշ բան չենք կարող անենք, քան չհետևենք այդ կարգին։ Ես որպես քարոզիչ ու հովիվ, նույնն եմ ասելու ու ամբողջ ասենք մեր ավետարանչության հիմքը դա է լինելու, մենք երբեք ասենք չենք գնում այն ճանապարհով, որ կրոնական աշխարհն է տանում մարդկանց։ Այս հարային արա փրկվելու է, չէ, տենց բան չկա։ Ասեցին ինչ գործենք, որ կյանք ունենանք հավիտենական, ասեց Աստծո գործը նա է, որ դուք հավատաք Հիսուս Քրիստոսին եւ նրան, ով որ ուղարկեց իրեն։ Նիկոդեմոսի հետ զրույցի ժամանակ Նիկոդեմոսը մնաց ապշած, մեծ ծեր վարդապետ էր։ Շատ բան գիտեր Սուրբ Գրքից իբր, բայց Հիսուսն ասեց Նիկոդեմոս, քեզ վերստին ծնվել է պետք։ Ինչ պետք չի քո հին մարդը։ Երկինք չի գնալու հին մարդը, երկինք նոր մարդն է գնում։ Լրիվ ուրիշ կատեգորիա է, ուրիշ որակական հատկանիշ է։ Ուրեմն մենք բացառում ենք, ուշադիր լսեք, որ մարդը իր ջանքերով կարող է ապաշխարել։ Ապաշխարությունը դա դաստիարակություն չի։ Ապաշխարությունը, ուշադիր լսեք, դաստիարակություն չի։ Ինչպես որ հղիությունը, այդ 9 ամիսը, դա պրոցես է, բայց երբ երեխան ծնվում է, դա ակտ է, հղիությունը ապաշխարություն չի, ծնունդն է ապաշխարություն, երբ երեխան ծնվել է արդեն, այն աշխարհից փոխադրվել է այս աշխարհ, այն միջավայրից փոխադրվել է այս միջավայր, վերջ, և սա հավատքով է տեղի ունենում մեր մեջ, շատ շատերը այսա չեն կարողանում ընկալել, թե ինչ է նշանակում, որ Աստված մեզանից հավատք է ուզում, որ հավատքը, որ քո հոգու, շնչի, մարմնի մեջ եղած կյանքը դու մերժում ես, չես հավատում, դու քեզ չես հավատում, դու ատում ես քո եսը, հասկանում ես, հիմա որ տրորեն, վրայովը տանցնեն, թեքեն, ինչ անեն և այլն, այդ բոլորն էլ քո համար էական չեն արդեն դառնում, առաքյալներին ինչ որ ասես գցեցին, և երբ որ դուք ուշադրություն եք դարձնում,
Արագյանների մեծամասնությունը կյանք ա դրել Քրիստոսի համար։ Ինչի՞։ Որովհետև էդի վաղուց են դրել այդ կյանքը Քրիստոսի համար։ Դրա համար հեշտությամբ նահատակվել են։ Երբ որ տանում են իրանց խաչելու, սպանելու, դա մի հատ նորություն չէր իրանց համար։ Եվ կարիք չունեին սարսափելու կամ վախենալու։ Որովհետև իրանց դարձի պահից են դա ընկալել, որ գնում են Քրիստոսի հետևից։ Գիտես, սիրահարներ կան, չէ՞ որ քշեր ցերեկ տարված են ելնում իրանց սիրածով։ Այդպես մարդը սիրահարվում է Քրիստոսի վրա։ Ուշտն ու միտքը Քրիստոսն է դառնում։ Եվ նրա աչքին արդեն ոչ մի բան չի գալիս։ Բայց երբ որ մենք կողքից տեսնում ենք մարդը տարված է դեռ աշխարհով, մենք հասկանում ենք, որ այդ մարդը դեռևս չի հասկացել աշխարհի ունայնությունը։ Հիմա ես արդեն մոտենում եմ այդ խնդրին։ Ով է ապաշխարում եւ ինչի որոշների մոտ ապաշխարությունը ակնթարթորեն ստացվում է, որոշների մոտ չէ։ Նախ Տերը ասեց, որ մենք արդեն հիմնավորեցինք դա, որ ոչ ոք չի կարող ինձ գալ, եթե իմ հայրը չքաշի, բայց հայրը ում է քաշում։ Եթե մեզ չեմ կարա գնամ, բայց ո՞նց է որ իմ սիրտը գնում է իր հետևից։ Ո՞նց է որ ինքը քաշում է ինձի։ Ի՞նչն է ինձի քաշում դեպի իրեն։ Ո՞նց է դա Աստված անում։ Հռոմեացիս թղթում գրված է շատ հրաշալի խոսքեր։ Ես ուզում եմ անպայման դա կարդամ ու բոլորիս համար եմ կարդում, որ դու բոլորդ էլ լավ հասկանաք, որ եթե մարդն էս վիճակը չունի, Աստծո խոսքը, հասկանում եք, սրա մեջ այնքան բաներ կա, որ պետք է սիրել ուղղակի այս խոսքը, որ այս խոսքը բացվի յուրաքանչյուր։ Եվ այստեղ կապ չունի, թե դու ինչքան ես դիպլոմ ունեմ, թե դուք չունեք։ Աստծո խոսքը ընդունակ է երեխային իմաստուն դարձնելու, իմաստունին հիմարացնելու։ Այդ ձևի զորություն ունի Աստծո խոսքը։ Աստծո խոսքը միաժամանակ այնքան պարզագրված, որ երեխան կարա հասկանա, բայց իմաստունը չէ։ Խելքին զոր տալով չի, այս Հռոմեացիս թղթում գրված է, 2-րդ գլուխ, 4-րդ խոսք, կամ թե նրա քաղցրության առատությունը եւ համբերությունը եւ երկայնմտությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Բայց դու քո խստությունով անզեղ սրտովը բարգություն ես գիտում քո անձի համար, բարգության եւ այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը, որ նա ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա, նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում եւ փառք եւ պատիվ եւ անապականություն են որոնում հավիտենական կյանք, բայց նրանց, որ հակառակությունից են եւ ճշմարտության անհնազանդ եւ անիրավության ետևից գնացած, բարգություն եւ սրտմտություն, նեղություն եւ տառապանք այն ամեն մարդի վրա, որ չարություն է գործում, առաջերյայի եւ հետո հույնի, իսկ փառք եւ պատիվ եւ խաղաղություն ամեն բարի գործողին, առաջերյային եւ հետո հույնին, որովհետեւ Աստծո մոտ աչառություն չկա։ Հիմա նայեք, այստեղ ի՞նչն է ինձի տանում ապաշխարության, գրվածն ասում է, Աստծո քաղցրությունը, առատությունը, համբերությունը, երկանամտությունը։ Հիմա եթե դու սրանք չես ճաշակել, որովհետև դա է ստիպում քեզ մերժես աշխարհը ինչ որ քաննա եւ գնաս Աստծուն, դու ո՞նց կարաս ապաշխարես։ Չես կարա։ Ուրեմն մեզ ապաշխարության մղողը ինչն է։ Աստծո քաղցրությունը, նրա առատությունը, համբերությունը, երկայնամտությունը։ Անակ Աստծո քաղցրությունը ինչով է արտահայտվում։ Օրինակ այսօր ձեզանից շատերը Սուրբ Հոգով մկրտվել եք, չէ՞։ Աստծո քաղցրությունը ճաշակել եք։ Եվ ես ասեմ, այդ քաղցրությունը դուք ճաշակել եք, շատ լավ եք արել։ Բայց ինչի էդի չի տարել ձեզ ապաշխարության։ Թեպետ Սուրբ Հոգով եք մկրտվել։ Ինչի ձեր անձը լիարժեք չի գնացել Աստծո կամքի ետևից։ Որովհետև մոռացել եք այդ քաղցրությունը, որ վայելել եք։ Այդ հրաշքը, որ Աստված արեց ձեր սրտում, դուք մոռացել եք եւ դրանք արժեք չեք համարել։ Մեկ ուրիշը դա համարել է։ Ասես ոչ մի բան չեմ համեմատի այդ օրվա հետ, երբ որ ես Սուրբ Հոգով մկրտվեցի։ Չեմ համեմատի ոչ մի բան դրա հետ։ Հասկանում եք։
Երկրորդը երկայնամտությունն ու համբերությունը Աստծո։ Այո, Աստված ինձ համբերում է, որովհետև ես ընկնում եմ, ես սայթակում եմ, ես մեղք եմ գործում, ես չեմ կարողանում արդար ապրեմ, բայց Աստված համբերում է ու երկայնամիտ է։ Սա էլ է ինձ ստիպում, որ չարհամարեմ Աստծո քաղցրությունը, որովհետև եթե այս պահին Տերը գա, ես այդ վիճակում մնամ, ես կորուստ եմ գնալու։ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Աստված քեզ Սուրբ Հոգով մկրտել է, որպեսզի քեզ քաշի իրան, բայց չես գնում։ Ինչի՞։ Եթե Աստված իր կողմից քայլն արել է, արդեն քո կամքին է սպասում ինքը։ Սա է հենց իր քաշելը, ապաշխարության տանում է իր քաղցրությունը։ Տեր Հիսուսը երբ որ խոսեց, ասեց դուք չեք ուզում ինձի գալ, որ կյանք ունենաք։ Նա չասեց դուք չեք գալիս, բայց մի պարզ ցանկություն ուզենալ։ Էդի չի ուզում մարդը, ինչքան էլ ասում է ուզում եմ։ Որովհետև երբ որ անարակ որդին որոշում կայացրեց հոր տուն գնա, ցանկացավ գնալ, գնաց։ Կատարեց այդ որոշումը։ Այդ դեպքում ուրեմն մեզանից մեկը սուտ է խոսում։ Ես եթե ասում եմ ուզում եմ, բայց ոնց որ չի ստացվում, ես ուզում եմ ասեմ ես ուզում եմ, ոնց թե Տերն ասում է դուք չեք ուզում, ես ասում եմ չէ, ես ուզում եմ, Տեր Աստված, հիմա չկա ապաշխարություն, դրանով ես Աստծուն եմ սուտ ասում։ Աստված ասում եմ դու սուտ ես ասում, թող Աստված ողորմություն անի ների մեզ։ Ես ուզում եմ դու չես կանչում ինձ, ես ուզում եմ դու չես անում այս բանը եւ այլն եւ այլն։ Ուզենալը արդեն մենակ բավարար հիմք Աստված որ տեսնում է, որպեսզի շարունակի այդ մարդու կյանքում իր գործը։ Եվ հիմա վերջը ում է Աստված քաշում իրան։ Այո, գուցե դու ինչ որ մի պահի այդ պահը բավարար է եղել Աստծուն, Աստված քեզ Սուրբ Հոգով այցելել է, քեզ մկրտել է, բայց կա հիմնովին մի ճշմարիտ որոշում, որը դու պետք է կատարես։ Եվ այդ որոշումից առաջ դու մի հատ վիճակ պիտի ունենաս, որ կարողանաս այդ որոշումը կայացնես։ Ո՞րն է այդ վիճակը։ Դուք առակներից հիշում եք։ Մեկն ասեց ամուսնացել եմ, չեմ կարագամ, մեկն ասեց արտ եմ առել, չեմ կարագամ։ Շատ լավ էլ հասկացավ ավետարանի լուրը ինչ բան է։ Այն մեկն ասեց, չգիտեմ, ես եմ առել, պետք է գնամ փորձեմ։ Չուզեցին։ Տերը բարկացավ, հարսանիք էր հրավիրել, արհամարեցին իր հարսանիքը։ Ասեց գնացեք փողոցում գտնեք խեղճ եւ այլն, ում ականչում խեղճերին, կույրերին, կաղերին, թշվառներին, աղքատներին։ Դրա համար գրված է Տեր Հիսուսն ասեց գնացեք Հովհաննեսին ասեք աղքատներին ավետարան է քարոզում, բայց դու աղքատ չես, դու հարուստ ես։ Ինչով ես հարուստ։ Դու քո եսով ես հարուստ։ Հարստությունը մենակ նա չի, որ մարդը ոսկեղեն է շարում իր վրա, կամ մեծ հարուստ ասենք տուն ունի, մեքենա ունի, պատիվ ունի, փառք ունի, չգիտեմ, պես անշարժ գույքեր ունի, բանկիր է կամ չգիտեմ, փողերի մասին չի հարստությունը։ Մարդ կարող է բացարձակապես այսօր հաց մուրալու լինի, բայց էլի ինքը հարուստ լինի եւ չգնա տիրոջը, որովհետեւ իր ներսի էգոն, հենա Ամերիկայում գիտեք ինչքան հոմլես կա։ Հոմլես նշանակում է բոմժ, այստեղի խոսքով։ Ես Գլենդենում, Լոս Անջելեսում պատտելու ժամանակ եղբայրներին ասեցի, եղբայրներ, մի րոպե կանգնեք, այնտեղ մի հատ խումբ բոմժ կար, ասին փողոցում ընկած, այդպես կեղտի մեջ բան։ Ասի թողեք գնամ ավետարան խոսեմ։ Մեր վարուժ եղբայրը, որը շատ փորձ ուներ, ես էլ մի ամիտ իբր մեղքես գալիս են, գնամ խոսեմ, գոնե փրկվեն, ասից կամո եղբայր։ Քեզանից լավ գիտեն Սուրբ Գիրքը իրանք։ Հենց հիմա Սուրբ Գիրքել ունեն իրանք, բայց իրանք մերժել են այս աշխարհը։ Մերժել են անձնագիրը։ Դու գիտեք, որ այդ բոմժերից շատերը երկնքում են լինելու։ Դու այդ ուժը չունես, որ մերժես աշխարհի այդ մակարդակի։ Աղքատ Ղազարոսը ինքը գտնվում էր երկնքում Աբրահամի գրկում, մեծ հարուստը դժոխքում էր։ Ես չեմ կարող դատել բոմժին ու արդարացնել, ասել ճիշտ որոշում է իր որոշումը։ Հասկանում եք։ Դա մի հատ ուրիշ ոլորտ է, չեմ ուզում մտնել դրա մեջ։ Բայց ես ուզում եմ ասել այդ մարդիկ, ինչ կներեք թքած ունեն աշխարհի վրա։ Ես չեմ ասում բոմժ դառնանք, որ Տիրոջը հաճելի լինենք, բայց մեր սրտում մենք ունենք բաներ, որոնք Աստծո առաջ զզվելի են, որ այդ սրտով ես չեմ կարա երկինք գնամ։ Եվ դրա համար սիրելիներ, որ ուշադրություն ենք դարձնում, Տերը կանչում է եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Գիտեք ձեր խնդրեմը շատերիդ որն է, որ դուք հոգնած ու բեռնավորված չեք, բայց ես մենք ուզում ենք, որ ավետարան քարոզենք, որ դուք փրկվեք։ Դուք դեռ հոգնած ու բեռնավորված չեք։
Դուք աշխարհի ունայնությունը չեք հասկանում։ Այս երկու բանը կա, որ Սուրբ Գիրքը մեզ ասում է, թե ով է հասեատերը, ում է կանչում Տերը։ Տերը չի կանչում բանկիրներին, Տերը չի կանչում, չգիտեմ, հարուստներին, բան, Տերը ընդհակառակն ասեց դժվար կմտնեն հարուստների երկինք։ Մեկն եկավ ասեց գամ քո հետևից, ասեց գնա ունեցածը ծախի, արի հետևից, ոնց ծախեմ։ Տրտմեց ու թողեց գնաց։ Այսպիսի կանչեր կան, որ ամեն մեկիս Աստված ճանաչելով մատը դնում այն բաների վրա, որոնք արգելք են երկինք մտնելու։ Ու դուք մի մտածեք երկինք մտնելը հենց այնպես բան է, էլի, որ ես կուզեմ կմտնեմ, չեմ ուզի չեմ մտնի։ Կա հստակ իրավիճակներ, որում եթե դու կաս, Աստված քեզ քաշում է իրան։ Ես հիմա այս համարը նորից ձեզ ներկայացնեմ, տեսեք ինչ շատ հետաքրքիր համար է այս համարը։ Հռոմեացիս թուղթը նորից ձեզ ներկայացնեմ, այս երկրորդ գլուխը։ Այնտեղ պարզ կտեսնեք, թե ինչի է Աստծո քաղցրությունը, երկայնամտությունը, համբերությունը որոշներին տանում դեպի Տերը, իսկ որոշները չեն գնում։ Ինչն է պատճառը, որ այդ նույն բանը Աստվածի քանիսին է փրկել Տերը անհավատները մեկ-մեկ որ դարձ են գալի, հիշում են մանկությունից, բանից ես մեկ Աստված էս արել է։ Հա, բարել է, բախի չէ իր ապաշխարում։ Ապշիրնի ինֆակտով բարգացա ռեանիմացիայում, մի 20 հոգի մենակ իր հարազատությունը կողքի 3 օր մարդը համարյա մեռած է, ես չգիտեմ, այդ դեպքը մի երկու անգամ եղել է, ես ավկայեմ, որպեսզի դուք լսեք սրանք, հետագայում սրանք վիդեոյով կտեղադրեմ, վիդեոյով կյանք կա, եթե Աստված կամենա։ Ես մտնում եմ ներս ու տեսնում եմ այս անձնավորությունը բարգացա, արդեն թթվասնի բալոնն էլ անջատում են արդեն, օգուտ չկա, քանի օր այդ վիճակում, եւ ով է ինքը բարգաց, ասում են մշակույթի պալատի պահակը, որտեն ես տարիներ ժողով եմ անում մշակույթի պալատում, պահակն է, Ռաֆիկը անունը, նայում եմ ինքն է, ինչ է եղել ապշիրնի ինֆակտ է, սիրտը ճաքել է լրիվ, ձեռնադրության պաղոտքի ժամանակ լրիվ հելնում է ու բժշկվում է, բոլորս ես թափում են վրան, այս մարդը 8 տարի էլ ապրեց, հետո դժոխք գնաց, գիտեք, չապաշխարեց, 10 բորոտներից մեկն ապաշխարեց, ետ եկավ, բայց ենինը էլի բժշկվեցին ու թողեցին գնացին, Տերն ասեց, բա ուր են մնացած, հասկանում եք, Աստծո քաղցրությունը, ողորմությունը մարդու կյանքում արտահայտվում է, գրված է Աստված, բոլորի Աստվածն է, մանավանդ հավատացյալների, այնպես որ ոչ մեկը չի կարող ասի, որ Աստված իր կյանքում գործ չի ունեցել, բայց ինչն է պատճառը, որ մարդը չի ապաշխարել, ու ինքը չի հոգնել, ինքը այս աշխարհում դեռևս ծրագրեր է ունեցել, ինքը ապրել է այս աշխարհով։ Եվ ինչպես գրված է, լվացված խոզը իր ցեխին է դառնում եւ շունն էլ իր փսխածին։ Եթե նույնիսկ այդ անձնավորությունը ես շատերին եմ տեսել, ինչ որ ժամանակ քայլեր են արել եւ հետո թողել էլի աշխարհում են, հետո կորուստ են գնացել տենց։ Հիմա Աստծո քաղցրության առատությունը, համբերությունը, երկայնամտությունը արհամարվում են որոշների կողմից։ Եվ այստեղ ներքևում ասում է, թե ինչն է պատճառը, որ մարդիկ ապաշխարում եւ մնում են եկեղեցում։ Գրված է այսպես. ամեն մեկին Աստված իր գործերի պես հատուցում կտա, նրանց որ բարի գործերի մեջ են հարատևում եւ փառք, պատիվ եւ անապականություն են որոնում։ Ուշադիր լսեցիք, փառք, պատիվ, անապականություն, այսինքն անմահություն են ուզում։ Երբ Աստված տեսնում է, որ մարդը աշխարհի մեջ փառք, պատիվ չի փնտրում, այլ Տիրոջ մեջ է հավիտենական կյանք է փնտրում, հետո ներքևում ասում է այդ մասին, որ բայց նրանք, որ հակառակությունից են ճշմարտությանն անհնազանդ, անիրավության ետևից գնացած բարկություն եւ սրտմտություն, նեղություն, տառապանք։ Այսինքն ճշմարտության անհնազանդ։ Սրան հակառակ ճշմարտությանը հնազանդ մարդիկ փառք, պատիվ, անմահություն, ապականությունից անապականություն, հավիտենություն են փնտրել, որոնել են ճշմարտություն եւ կյանքի իմաստ։ Սա նշեք ձեր մոտ։ Եթե դուք չեք հասունացել կյանքի իմաստի եւ ճշմարտության գիտության փափագ ունենալ, Տերը չի կարող ձեզ քաշի իրան։ Եվ խնդրեմը սա է, որ ձեր կյանքում հաճախ շարժ չի լինում, որովհետեւ դուք այդ գիտակցմամբ չեք գալիս դեպի Տերը։ Դուք մտածում եք Աստված օրհնի ինձ տեղ եւ նաեւ հավիտենության մեջ օրհնի, այդ ենք ուզում։ Բայց հանուն ճշմարտության կրել նեղություն, տառապանք, հիվանդություն, ցավ եւ այլն, Տիրոջ փառքի համար հալածանք, նահատակվել բան,
Էսի դեռ մեր շատ հեռու է։ Եվ ձեր հավատքի հիմքը ոչ թե ավազի վրա պետք է շինեք, այլ այսօրվանից դուք պետք է սրանք լավ հասկանաք։ Որ դու այսօր երբ որ ապաշխարում ես, դառնում ես դեպի Տերը, վաղը կարող է չլնես արդեն։ Հասկանում եք։ Վաղը կարող է այս երկրի վրա չլնես, դու համաձայն ես դրան թե չէ։ Ունայնությունը, դատարկությունը աշխարհի հասկացել եմ թե չեմ, հոգնած ու բեռնավորված եմ այս աշխարհից։ Իմ մեղքերից, իմ ցավերից, իմ տառապանքներից։ Լրի ուզում եմ Հիսուսին հանձնված լինեմ, իրան պատկանեմ ու ասեմ վերջ, ես կռիվ չեմ տալիս էլ իմ հետ, որովհետև ես հանձնված եմ քո ձեռքի մեջ, ինչ ուզում ես արա։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Տեր ումականչում։ Եվ սա է ժողովուրդ ջան, ապաշխարության հիմնական, ասենք, պայմանը, որի դեպքում մարդն իսկապես գնում է դեպի Տերը։ Նորից եմ կրկնում, տարիներն անցնում են, բայց մարդը կարծես թե դաստիարակվում է, էլի ընդհանրապես, հա, Աստծո կամքը ես իմացավ եւ այլն, բայց ինչ, ոչ մի փոփոխություն։ Չի ընկալված հոգևոր կյանքի, ասենք, այն սկզբունքները, որ Աստված, ինչի համար, որտեղ մարդու կյանքում ուրիշ բաներ է, այդպես ասած, հələ դեռ կարևոր։ Եվ այս խոսքը, որ մեր առջև է դրված, սա ոչ թե ինչ որ մեկերի ուժի բան է, որ կարողանան, այլ մենակ մի բան է Աստված մարդու մեջ տեսնում։ Դու իսկապես 100%-ով շրջվել ես աշխարհից։ Դու իսկապես ամբողջովին քո սիրտը Աստծուն ես ուզում տված լնես եւ իր համար ապրես։ Որպես ապացույց երևում է պտուղներից։ Որտեղ ինքը Հովհաննեսը փարիսեցիներին, որ եկել են մկրտվելու, ասեց. «Իժերի զավակներ, ով ձեզ ցույց տվեց գալիք բարկությունից փախչել»։ Մենք ոչ թե ուշադիր լսեք, ոչ թե մենք ապաշխարում ենք, որ դժոխք չընկնենք, ոչ, 1000 անգամ ոչ։ Եթե ինձ հարցնես, ինձ բավարար է, որ ես Աստծուն սիրեմ, իր մոտ լինեմ, ինձ դժոխքը չի հետաքրքրում։ Ես դժոխքից չեմ վախենում։ Ես դժոխքից չեմ փախնում։ Բայց նրանք, ովքեր ասում ես ապաշխարում ես ինչի, որ դժոխք չընկնեմ, իրանք հաստատ աշխարհ են գնալու նորից։ Ինչի՞, որովհետև Աստծո սերը չեն ճաշակում։ Ասում են գանք, էտա պետք, անենք, որ դժոխք չընկնենք։ Ոչ, դու դժոխքի ճամփեն ես էլի ընտրել, որովհետև քո վերջնական նպատակը Աստծո հետ հարաբերության, սիրո, ջերմ քաղցրության հետ միջավայրում գտնվելը չի։ Այբ որ քո ուշադրությունը կդարձնես մենակ Աստծո հետ հարաբերության վրա, դա արդեն ուրիշ որակ կլինի։ Այ քիչ առաջ ասեցի, չէ՞, ոնց որ սիրահարվածը, որ ինքը ցերեկ գիշեր իր ուշտն ու միտքը, նայա, որի նկատմամբ իր սիրտը գնացել է արդեն։ Այսպես պետք է մեր անձերը սիրի Աստծուն, որովհետև առաջի պատվիրանը դա է։ Քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով ու կարողությամբ։ Կարող ես դու դրան պատասխանել, որ այո, Պետրոսն էլ, երբ Տերը հարցնում էր, ինչի էր Տերը 3 անգամ, Պետրոսը այդ 3 անգամ հարցից էլի չջոգեց, գիտեք։ Մի հատ չնստեց մտածի, լավ, Տերը ինչի է 3 անգամ հարցնում։ Ուրեմն չի բավարարվել, չէ՞։ Դե Պետրոս, ես 10 անգամ էլ քեզ կասեմ, սիրում ես ինձ, ուշքի արի ու խելքի արի ու հասկացի, որ եթե ես ասում եմ, դու պիտի ասես Տեր, ես ինձանից խաբար չեմ։ Նոր վերջում ասես, դե դու գիտես էլի։ Ու հետ էլ ասեց, կծերանաս կտանեն այնտեղ, որտեղ չես ուզի գնալ։ Ուրեմն Պետրոս, դու տես ինչ խնդիր ունես, որ հələ ծերության մեջ է լուծվելու քո խնդիրը։ Չնայած դու առաքյալ ես։ Սեներ, մենք կենթանի Աստված ենք պաշտում։ Այդ Աստվածը մեր համար վերացական ուժ, զորություն չի էլի, քամի չի, չգիտեմ ինչ չի, որ մարդիկ ինչ որ ձևերով փորձեն պատկերացնել։ Բայց նա իր սուրբ հոգով, իր սերը մեր սրտերում այնպես է բռնկել, որ մեր ուշն ու միտքը տարել է ինքը։ Ես հիշում եմ, երբ որ երիտասարդ էի, ժողովից ուշելի գալիս էի տուն, էլի հալածանք, բան, այս մեկ, այն մեկ, տնեցիք, դե ինձ հավատքի համար դուրս էլ արեցին տնից, ինչև է, թաղային բան և այլն կանչելով, այդ խորհրդային տարիներին այդքան հեշտ չէր։ Ու մի անգամ, երբ որ արդեն մի քիչ հանդարտվել էր այդ նեղությունս, մի օր հայրս ասեց, այ տղա, ասեց, ինչի չես ամուսնանում։ Ասեցի, պապ, ասեցի, դու երկրի վրա իմ հայրն ես, բայց մի հատ հայր ունեմ երկնքում, ինքը պիտի իմ ամուսնությունը որոշի։ Ասեց, այստեղ վարշի խել առա, ես իր հերն եմ, ինքը ասում է Աստված իմ հայրն է։ Այդ կարգի է եղել իմ դավանությունը։ Ու այդպես էլ եղել է։ Հիմա ես ուզում եմ, որ Գործք առաքելոցից լսենք այդ դեպքը։ Սողոսի դարձը շատ հրաշալի օրինակ է։
Բայց Սողոսը դեր սպառնալիք եւ մահ շնչելով, ուշադիր լսեք, թե ինչ բառեր ա օգտագործված։ Սողոսը դեր սպառնալիք եւ մահ շնչելով, ինչ կատաղած մարդ է սա։ Չարը ոնց ա տիրել Սողոսին։ Տիրոջ աշակերտների վրա քահանայապետի մոտ եկավ եւ նրանից թղթեր խնդրեց Դամասկոս ժողովարանների վրա, ուրիշ երկիր է, Սիրիան ասա, գիտեք, Հրեաստանից գնում է ուրիշ երկիր, հարևան պետություն, հյուսիսում։ Դամասկոս է գնում, որ այնտեղ ինչքան հրեա կա, որ Քրիստոսին ընդունել է, որ եթե մեկին գտնի այն ճանապարհին հետևող մարդիկ կամ կանայք նրանց կապած բերե Երուսաղեմ։ Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա 4 կողմովը լույս փայլեց երկնքիցը։ Եվ նա գետնի վրա ընկավ, մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասեց. «Ո՞վ ես, Տեր»։ Եվ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Խթանեն ձիուկողը, որ խփում են, չէ՞։ Հիմա տեսեք, ես ինչ պահ է։ Սավուղը, այս անունը, որ գրված է, ահագին շատ հավատացյալների նահատակման բանտեր ընկնելու պատճառ է եղել։ Եվ հանկարծ մի օր Տերը կանգնում է իր առաջ, ասում է. «Այն իմ զավակներին այդ հարցը որ տենց ես անում, իրանք իմ մոտ են հիմա»։ Բայց նրանց, որ կպնում ես, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, իմ աչքի բիբին ես կպնում։ Այսպես սիրում եմ ես իմ հետևորդներին։ Ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. «Ով ես, Տեր»։ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Դե պատկերացրեք, պատի վրա մեղ կա, քացով այդ մեղին խփեք։ Եվ դողալով ու զարհուրելով ասեց. «Տեր, ինչ ես կամենում, որ անեմ»։ Մի վարքյան տևեց սա։ Մի վարքյան։ Ինչ ես կամենում, որ անեմ, վերջ, այս մարդը այն որ անում էր նախանձավորությունից Աստծուն պաշտելու համար էր իբր թե անում, բայց Տերը երբ այցելեց, միանգամից փոխվեց։ Հիմա ուշադիր լսեք։ Եվ Տերն ասեց նրան. «Կանգնիր եւ մտիր քաղաքը եւ կասվի քեզ, թե ինչ է պետք քեզ անել»։ Կասվի քեզ, ինչ պետք է անես։ Ինչու՞, որովհետեւ ես քարոզիչներ ունեմ։ Այնտեղ կգա Անանյան քո հետևից, ձեռքը դնի քո գլխին, աչքերդ կուրացել են այս պահին իմ ներկայությունից, որ իմանաս իմ դեմ դուրս գալը ինչ է, եւ դրանից հետո դու իմ ընտիր առաքյալը կլնես։ Ինչի այցելես Տերը Սավուղին։ Ինչի այցելես, որ հավատացյալներին փրկի Սավուղի ձեռից։ Ոչ։ Որովհետև տեսավ այս մարդը ոչ գիտությամբ, բայց Աստծուն շատ է սիրում։ Ինքը ասում է ճշմարտագույն կրոնքի համաձայն ես փարիսեցի եմ եղել, օրենքի կողմանե արդար է համարվել, ամեն ծեսերով, բանով եւ այլն։ Եվ Տերը տեսել է, որ այս մարդը երբ որ իրան կանչի ճշմարտությունը բացի իր համար ընտիրանոթ է եւ ասում է Անանյային գնա, որովհետեւ նա իմ համար ընտիրանոթ է, իմ անունը հեթանոսների մեջ քարոզելու։ Նախանձավորությանը նայեց։ Աստված Սավուղին նախանձավորությանը նայեց, որ այցելեց ու իրան դարձի բերեց։ Ունես այդ նախանձավորությունը այդ աստիճան։ Իհարկե, եթե դա լիներ, վաղուց արդեն քո քունը փախած պիտի լիներ։ Որովհետև Աստծո կամքը դեռ չի կատարվել քո կյանքում։ Եվ այստեղ մենք հետագայում տեսնում ենք Անանյան գալիս ասում։ Անանյան գնաց եւ մտավ տեսիլք էր տեսել։ Անանյան գնաց եւ մտավ այն տունը եւ ձեռքերը դրավ Սավուղի վրա, նրա վրա եւ ասեց. «Սավուղ եղբայր, Տերն ինձ ուղարկեց, այն Հիսուսը, որ երևցավ քեզ ճանապարհում է, որ գալիս է, որ տեսնես եւ Սուրբ Հոգով լցվիս»։ Եվ շուտով նրա աչքերից թեփերի պես վայր ընկան, իսկույն տեսավ եւ վեր կացավ, մկրտվեցավ եւ կերակուր առավ զորացավ։ Նորադարձների ժողով չգնաց։ Իսկ մենք ձեզ տարիներով ենք անցկացնում այս ժողովը։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ժամանակը շատ կարճ է, դրա համար ես իմ վրթովմունքը սա է, որ այս օրերի մեջ, քանի դուք հնարավորություն ունեք, էս էլ կանցնի, այս համացանցնել կանցնի, շուտով ես համոզված եմ, որ շատ արագ
այնպիսի պայմաններ կստեղծվի, ինչպես օրինակ Ռուսաստանում նեղվում են արդեն համատարած կամ գները ահավոր կբարձրացնեն, կամ կփակեն, կամ պատերազմ, կամ նեղություն ինչ որ կլինի եւ վերջի համացանցը կդառնա մի խումբ մարդկանց, ասենք, մատչելի, մյուսները այդ ընդունեք դրոշմը համացանցից կօգտվեք, ընդունեք դրոշմը բանկից կօգտվեք, ընդունեք խանութից կօգտվեք։ Դա է լինելու շուտով։ Այս հանգիստ կյանքն անցնելու է։ Ու դուք լավ բան ապագայում մի սպասեք, Տերը նախորոք է ասել, աշխարհում նեղություն կունենաք։ Այս ճամփան նեղ է, որը դանում է դեպի կյանք, իսկ ճամփեն լայն է, որը կորուստ է տանում։ Վեր կացավ, մկրտվեցավ։ Ուրիշ վկայության մեջ 3 անգամ վկայում է։ Անանյան ասում է, հիմա ինչի ես ուշացնում, Սավուղ, վեր կաց, մկրտվիր քո մեղքերը լվալով։ Հարց. Եթե ձորավոր այցելությունն եղել է Սավուղին, դա բավարար էր, որ ինքն ասի արդեն Աստծուն է, իհարկե ոչ։ Անանյան եկավ, իրան քարոզեց, իրան ավետարան մատուցեց, ձեռք դրեց, Սավուղի աչքերը բացվեց, որից հետո ինքը Աստծո խոսքի համաձայն մկրտվեց ջրով։ Հասկանում եք, սիրեներ։ Եվ տեղի ունեցավ Տիրոջ խոսքը, որ ասում էր, ով որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի։ Մենք հիմա ապրում ենք շատ չար ժամանակ, հիմա դուք մտածում եք, ասում եք լավ, միթե այսպիսի զորավոր, բայց դա այսպիսի բան ձեր կյանքում եղել է, ես ասում եմ նրանց մասին, ովքեր Սուրբ Հոգով են մկրտվել։ Ձեր կյանքում ոչ պակաս բան է տեղի ունեցել, հասկացեք սա։ Գրվածքն ասում է, ում որ ճանաչեց, կանչեց, ում որ կանչեց, արդարացրեց, ում որ արդարացրեց, փառավորել արավ։ Հիմա ճանաչել է, ձեզ կանչել է, Սուրբ Հոգով եկել է ձեր մեջ, բարի, բայց արդարացված չեք դեռ։ Ինչու՞, որովհետև Քրիստոսի հարության հավատքով, նա հարությամբ է, որ մենք արդարացված ենք, հասկանում եք, հնից ազատված ենք, այդ հավատքով ենք մենք արդարացված, եւ որպես դրա ապացույց գրված է, թաղվելով նրա հետ ջրի մեջ, դուրս են գալիս արդարության մեջ պտտելու։ Ցավուղ ինչի ես ուշանում, շուտ արա մկրտվիր մեղքերդ լվալով, այսինքն մարդը անցնում է հինը ամբողջ եւ ապրում է լրիվ նոր կյանքի մեջ։ Եվ հիմա սիրեներ, Աստված թողորցնի ձեզ, որ այս ճշմարտությունները մենք ելի ենք լսել, նորից ենք լսում, ելի կլսենք այնքան, մինչև որ այստեղից գործը չի շարժվի առաջ։ Որովհետև սա դեռ սկիզբն է, հոգևոր կյանքը հետո մեզ ցույց է տալիս կաթնակերություն, հաստատուն կերակուր, եկեղեցու անդամություն, չափահասություն։ Պետրոս առաքյալն ասում է, գրում եմ ձեզ երիտասարդներ, գրում եմ ձեզ հայրեր, այսինքն չափահաս հոգևոր հասուն տարիք, հաստատուն կերակուրի ձգտող, հոգևոր կյանքի մեջ արդեն շատ քաղցր սիրով, պտղաբեր կյանքով ապրող անձիկ, որոնք լրիվությամբ իրանք ուշն ու միտքը Տերն է դառնում ու իր եկեղեցին, ուրիշ ոչ մի բան իր կյանքում այլևս չի հետաքրքրում իրեն։ Հիմա ես այստեղ ուզում եմ նորից կանգ առնել ու ձեզ ասել, մատչելի դառավ, թե ում է Տերը կանչում։ Թե չէ մենք ժողովրդին զորով ծառավեցնելու հարց չունենք, որ ասենք քեզ ծառավեցնում ենք, որ ջուր տանք քեզ։ Այսպես որ հիմա շատ եկեղեցիներ այդպես են անում։ Այն մարդը պատրաստ չի, բայց դու իրան ավետան ես քարոզում։ Բայց այստեղ գտնվողները այն մարդիկ եք, որոնց արդեն բավական ժամանակ է ճանաչում եմ։ Եթե Աստծո մատը ձեզ կպաշտպաներ, ես կասեի լավ, ժողովուրդ ջան, դե գնացեք, միջև կհոգնեք, մի աշխարհը ունայնությունը կհասկանաք, Տիրոջ փափագը կունենաք, նոր է ժամանակ ինձ խաբար արեք, մենք միասին տեսնենք ինչ ենք անում, որ դուք իսկապես Տիրոջ հետ ուխտի մեջ մտնեք։ Եվ հիմա ես այստեղ կանգ եմ առնում, ուզում եմ ձեզ լսել։ Եթե ունեք հարցեր, խնդրեմ, լսում եմ ձեզ։ Չունենք հարցեր։ Չէ, կամ ու եղբայր, սա հասկանալի էր, բարձր սա։ Սվետա քույր, կուզեի ձեզ լսել, եթե ձեզ հնարավոր է, դուք եթե աշխատանքի տեղում չեք, մի փոքր ձեր մասին խոսեք, որովհետև մեր մեջ եք արդեն մասնակցում, շատ կարևոր է, որ նաև մեր բոլոր մնացած մասնակիցները իմանան ձեր մասին։ Ես աշխատանքի տեղում եմ կամ ու եղբայր, եւ փախտիրոջը, որ իմ կապը չի ընդհատվում, սա երկրորդ շաբաթն է, ես ձեր հետ միանում եմ, նախ ողջուներս բոլորին։ Տերորն։ Ուրեմն ես ապրում եմ Ռուսաստանում, սիրելի քույրեր ջան, եւ 26 տարի հաճախում եմ այստեղ 50-ականների եկեղեցին եւ 3 տարի դիմել եմ եկեղեցում ջրով մկրտելու համար։ Ճիշտ ասած,
երկար տարիներ չեմ հասկացել դրա իմաստը եւ ինձ այնպես էլ ճիշտ չեն բացատրել։ Հետո ինձ մեր եղբայրներից մի պապիկ անընդհատ ասում էր, որ ты пока не наша։ Այսինքն դու դեռ մերը չես, ես չէի հասկանում դրա իմաստը։ Հետո հասկացա, որ ինքը ասում է դու պետքա ջրով մկրտվես։ Ես բարձրանում եմ եկեղեցի, խնդրում եմ, որ ինձ տա ջրով մկրտեք, ինձ մերժում են 3 տարի։ Մի խոսքով ես շատ շփոթված վիճակում եմ հայտնվում եւ կապվում եմ իմ արկածքույրիկի հետ, որը ապրում է Պտղնիում։ Երկար տարիներ ես իրան շատ երկար տարիներ ճանաչում եմ եւ ասում եմ արկածքույրիկ, ես մի անգիրանալի վիճակում եմ, չեմ հասկանում ինչ են ինձ ասում, որ ես պատրաստ չեմ, որ ես պետք է մկրտվեմ։ Ինքը ինձ տալիս է կամո եղբոր հեռախոսի համարը եւ ես կապվում եմ կամո եղբոր հետ եւ լսում եմ կամո եղբոր քարոզները։ Մի ամբողջ օր ես լսում եմ քարոզները եւ ես սկսում եմ աղոթել։ Եվ Փառք Տիրոջը, հիմա ուշադիր խնդրում եմ բոլորը լսեք։ Ուրեմն Սվետակույր, կներես որ ընդհատում եմ, բայց դուք Ալվարդ քույրիկի բանով չէ, որ մենակ լսել եք, դուք տարիներ առաջ եք լսել, չէ՞։ Այո, ես տարիներ առաջ լսել եմ ձեզ, ես տարիներ առաջ ձեր վկայություններ եմ լսել։ Պարզապես ինչու իմ ուշադրությունը շեղվել է, ճիշտն ասած, ես դա էլ չեմ հասկանում, ինչու ես ձեր քարոզները լսել եմ, ձեր մասին լսել եմ, բայց թե ինչու ես չեմ կոնկրետ կենտրոնացել հենց հիմնական ձեր քարոզների վրա։ Ես դա չեմ հասկանում, ես ձեր մասին շատ շուտ եմ լսել, այստեղ ձեր մասին գիտեն, ամուսնուս քույրը ձեր մասին ասել էր կամ ու եղբայր կամ չէր ինքն ասալանջում ապրել մի խոսքով։ Լսում եք հիմա։ Հա, այո, շարունակեք։ Եվ ես ուղղակի ուզում եմ լսեմ շատեր, որ ես սկսեցի աղոթել, որպեսզի այս ճանապարհից ես ճիշտ ճանապարհով քայլեմ, ինչու ես չեմ մկրտվում եւ սա իմ երևակայությունը չէ իհարկե, ես լսեցի պատասխան Տիրոջից, որ Տերը ինձ շատ արագ պատասխանեց։ Կներես էլի Սվետակույր, դու չասեցիր, որ դու Սուրբ Հոգով ես մկրտված։ Այո, ես Սուրբ Հոգով մկրտված եմ, ջրով մկրտված չեմ։ Այո, հիմա շարունակեք։ Եվ ես շփոթված վիճակում էի։ Ես չէի հասկանում ինչու է այսպես իմ կյանքում եւ ես ձեր քարոզներից հետո սկսում եմ աղոթել եւ շատ արագ ձևով Աստված Տերը ինձ պատասխանում է առանց հապաղելու կամո եղբոր մոտ։ Սա իմ երևակայությունը չէ, ես իմ ականջների մեջ ուղղակի լսել եմ Տիրոջ ձայնը։ Եվ ես հիմա հասկացել եմ կամո եղբայր, որ ես երկար ժամանակ քնած վիճակում եմ եղել։ Ես կամաց սկսում եմ արթնանալ, որովհետև այն ինչ որ դուք եք քարոզում, ես դրանց մասին ոչինչ չեմ իմացել, ես չգիտեմ։ Իմ միտքը կարծես թե սկսում է բացվել։ Դու երկրորդ վկայությունն էլ ես ստացել ոնց որ Տերից է, որովհետև դու էլ ասեցիր, այ կուզեի որ շարունակի։ Երկրորդ Տերից ստացա, որ ինձ ասեց, որ ես հիմա լավ վիճակում եմ եւ գովելի է իմ վիճակը։ Երկրորդ անգամ էլ նորից որ աղոթեցի, դու հիմա լավ վիճակում ես եւ գովելի է քո վիճակը։ Այդպեսի ես պատասխան ստացա Տիրոջից։ Եվ նաեւ աղոթքիդ կյանքը, որ ասեցիր փոխվել է։ Ես աղոթում եմ այն ժամանակ, երբ որ տանեսի քնած են լինում 5:30, որ երբեք ես դա չեմ արել 26 տարի։ Ես բազապես աղոթել եմ միշտ ժամը 9-ին, երբ որ ասեն տանեսիները տանը չեն եղել, իսկ ես հիմա հասկացել եմ, որ իրանք քանի քնած են, ես պետք է առավոտ 5:30 արտանում եմ ու աղոթում եմ, որ առաջ երբեք դա ես չեմ արել։ Եվ հետո գիշերը երբ աշխատանքից գալիս եմ, մի խոսքով ես հոգնած գալիս էի պարկում էի եւ անկողնու մեջ աղոթում էի, բայց հիմա այդպես չի լինում, արդեն ես մինչեւ պետք է հանգստանամ ասեմ պարկել եւ քնել, ես ծնկաճոկ աղոթում եմ նոր, ասենք։ Ու այդ ժամանակ եք լսել Տիրոջ խոսքը, որ հիմա ինձ համար դու գովելի ես եւ քո վիճակը լավ է։ Այո։ Ես դա ցերեկն եմ ցերեկը լսես, հիմա դու ավելի գովելի ես ինձ համար եւ քո վիճակը հիմա լավ է։ Տերորդ։ Ես սա իմ երևակայությունը չէ։ Սա ես լսել եմ իմ ականջների մեջ։
մի խոսքով Աստված օրհնի, Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն ես ասեմ, որ քույրիկը պատրաստվում է հունիսին մեր մոտ լինել եւ մենք մոտ ժամանակներս ասել եմ տեսակապով մենք պիտի աղոթենք իրար հետ ամեն ինչ Աստծո կամքի համաձայն լինելով ես վստահ եմ որ իսկապես մենք էլ աղոթում ենք որ այս եկեղեցուն հարեն Տիրոջից հայտնություն ունեցողները որովհետեւ այդ վկայությունը դուք ունեք հիմա էլի մենք քույրեր ունենք որոնք սպասում են Տիրոջից հայտնության Ես իրանց ասել եմ, որ այս եկեղեցի մուտք գործելու համար առանց հայտնության չեք կարող մուտք գործել։ Դուք պետք է ունենաք Տերիցը հայտնություն, անկախ նրանից, թե ինչքանով եք դուք հավանել մեր պաշտամունքները կամ լսում եք քարոզները, ես էլ պիտի ունենամ այդ հայտնությունը, որովհետև իմ 40 տարվա սպասավորության մեջ ես տեսել եմ շատ մարդիկ, որոնց ծառայություն եմ արել եւ անկեղծ պիտի ասեմ ձեզ, որ իմ ժամանակը այդքան հիմա շատ չի, ես երիտասարդ չեմ, իմ տարիքը արդեն համարյա ծերության է գնում եւ ես չեմ ուզի իմ ժամանակը վատնեմ ինչպես նախորդ եկեղեցում անիմաստ տեղը որ արդեն ես այդ եկեղեցուց երբ որ Տերը ինձ դուրս բերեց նոր ծառայության ես արդեն շուրջ 26 տարի է նորից այս քաղաքում եմ բայց ես այդ ժողովրդի համար ուղղակի ցավ եմ ապրում իրանց համար բայց իմ համար ուրախ եմ որ իմ ժամանակն արդեն իրանք չեն խլում Դուք հասկանում եք ինչ եմ ուզում ասել, ուրեմն սա ստերիլ միջավայր է, Քրիստոսի աշակերտներ միջավայր է, որտեղ իսկապես մարդիկ ապաշխարում են հարս եկեղեցու մեջ լինելու, ոչ թե որ հույս փայփայելու, որ իբր դրախտից մի կերպ կգլորվեն այդ շեմքից կընկնեն երկինք, էլի, չէ, դա 50-ականների հավատքն է։ Ինչ ուզում ալնի Տեր մենակ դրան շեմի տելնեմ, մենակ գամ մտնեմ երկինք, բան եւ այլն, այս նվնվոցները ես այնտեղ շատ եմ լսել։ Այս եկեղեցին նման եկեղեցի չի եւ այս եկեղեցու շինության մեջ Աստծո ձեռքն ալնելու մենակ որովհետեւ եկեղեցին Սուրբ Հոգով է կառավարվում իսկ մենք բոլորս էլ ուզում ենք իր ձայնը լսել Տերը օրհնի բոլորիդ ես սա մեկ անգամ եւս հորդորում եմ ձեզ որ ուշադիր լինեք եւ հաջորդ անգամ վստահ եմ որ արդեն բոլորդ իմ գիրքը սերտելիս կլնեք Եվ իմիջիալոց վետակույր, կարծում եմ արդեն կարդում եք գիրքը, հա? Այո, կարդում եմ։ Այո։ Բելակույր ձեր մոտ ինչ վիճակ է, դուք էլ ունեք այդ գիրքը։ Գիրքը արդեն ինձ են տվել կամո եղբայր։ Գայան քույրիկն էլ ունի, ես ասեցի որ տակ իրան, հա? Երեք վերադարձրել է, երեք եկել էր մեր տուն, վերադարձրել գիրքը։ Համի քույր։ Ես էլ Յանն ինքը ասաց, ես պետքա կամո եղբոր հետ խոսամ, պետքա հանդիպենք, ես էլ ասացի, որ հա մենք էլ ենք խոսած, ինչ չկա, երբ որ հարմար լինի։ Հա, Մենակ իրենցի ասեմ օրվան վրա չեմ կարող բանանալ, որ պայմանավորվեք, եկեք։ Տերը օրհնի։ Գայնե քույր, դուք ունեք գիրքը իմ։ Հա, ունեմ կամո։ Շատ լավ։ Եվ մենք հաջորդ անգամ արդեն ֆունդամենտալ կերպով կանցնենք արդեն գրքի էջերով։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք ուրեմն մի աղոթքով Տիրոջ առջև գանք, վստահ եմ, որ բոլորդ էլ գլխաշորներով եք աղոթում։ Այդպես է թե չէ։ Այո, այդպես է կամո։ Ահա։ Խնդրենք Տիրոջը ձեր հոգևոր արթնության համար, ավելի հաստատուն Տիրոջ գալու համար Թող Աստված իր Սուրբ Հոգով կրակ բռնկի ձեր սրտերում, անհանգստացնի ձեր սրտերը ավելի լուրջ ապաշխարության, ավելի լուրջ քայլեր կատարելու։ Ով ամենակարող Աստված, երկնքի երկրի արարիչ Հայր, մեր սրտի գոհությունն ենք հայտնում քեզ, այսպիսի հնարավորությունների համար, որ շնորհում ես մեզի Տեր։ Եվ հիմա իմ աղաչանքն ու խնդրանքն է Տեր, ձեռքդ մեկնիր իմ քույրերին, որպեսզի ամեն մեկը իր պակասությունները տեսնելով ամենայն երկյուղով, ամենայն խոնարհությամբ եւ հեզությամբ գա քո ճշմարտության մեջ եւ հնազանդությամբ ընդունի քո կամքն, որ քո կամքը բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Օրհնիր իմ քույրերին, օրհնիր ես եկեղեցին Տեր եւ քո սուրբերը շատացրու եկեղեցում։ Ու դու քո ներգործությունով յուրաքանչյուրին ցույց տուր իր տեղը այս եկեղեցում, որ ուզում ես, որովհետեւ դու ես այս եկեղեցու կառույցի հիմքը եւ կառուցողն էլ Տեր։ Եվ միայն քո կառույցն է, որ դժոխքի դռները չեն հաղթելու։ Ես հրավիրում եմ նաև բոլոր այն եղբայր քույրերին, որոնք դեռևս լսել են մեզ, բայց մենք խնդրում ենք իրանց համար տար այդ աշխատանքը,
որպեսզի գան եւ քո ճշմարտությանը, քո ակունքին մաքուր ու անխարդախ, այդպես բանական անխարդախ կաթիլ հաղորդ լինելով, կենարար քո ջուրը առնելով վարդապետության հաստատվեն այս եկեղեցում։ Он на основании правды покажу я. И зная это я с тобой, брат, радость сохрани. Ищите благ, это край, снова веди кому, пайкари просто радость сохрани. Коцанка ինքիրերի շուրջը լինի, այս եկեղեցու շուրջը լինի, պահիր, պահպանիր հակառակորդի ամեն ներգործություններից, նրա կրակոտ նետերը թող մարվեն հավատքի վահանին յուրաքանչյուրի, մերժեն ամեն միտք ու գաղափար, որ քեզանից չի Տեր Աստված, եւ հաստատվեն քո խոսքի ու ճշմարտության մեջ։ Օրհնիր իրանց ընտանիքները, իրանց զավակները, հարազատները, եւ այս ամենում փառավորվիր Հայր, Որդի, Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Աստված ձեր հետ